Ուրեմն սիրելիներ, ուզենամ որ աղոթենք, որ Տերը, եթե մեր սերը պակսել է, եթե մենք մարդ ենք, մեր կենտրոնացումը գնացել է օտար բաների վրա, մեզի նույնպես հետ տանի։ Ինչպես որ այդ եկեղեցուն Հիսուսը հայտնության մեջ ասում է դուք մոռացել եք սկիզբնակի սերը, հետ վերադարձեք։ Մենք պետք է ապաշխարենք, հետ վերադառնանք։ Եվ Տերն էլ բարի հոր պես մեզի սիրով կընդունի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Թող որ միասին աղոթենք։ Տեր իմ Հիսուս ջան, շնորհակալ ենք քո սիրո համար։ Շնորհակալ ենք քո գեղեցիկ խոսքիդ համար։ Շնորհակալ ենք, որ դու մեզի սիրում ես եւ սիրել ես այն ժամանակվանից, որ մենք մեղքի մեջ ենք, կորած ենք եւ մեզի կանչում ես դեպի քեզ։ Տեր ջան, մենք այդ առաջի քայլը դնում ենք, ուզում ենք ավելի մոտ կանանք քեզ, Տեր ջան։ Ուզում ենք, որ մտերիմ relationship-ի մեջ մտնենք, նոր level-ի մեջ մտնենք քո հետ, Տեր ջան։ Չենք ուզում, որ մեր relationship-ը մակերեսային լինի, այլ ուզում ենք, որ ճանաչված լինենք։ Տեր իմ Հիսուս ջան, աղոթեմ ամեն մեկի սիրելի համար, որ լսում է այս խոսքը, մի նոր գործ կատարես մեր կյանքերի մեջ, Տեր ջան։ Մենք հանձնվում ենք քեզ, Տեր ջան, ինչպես որ քո խոսքը կարդացինք Հակոբոս 4, հանձնվում ենք քեզ, խոնարհվում ենք քո առջև, Տեր ջան։ Այն կետերը մեր սրտերի մեջ, որ մեզի հեռվացնում է քեզանից, դու վերցրուր, մեզի փոխիր եւ դարձրու այն ժողովուրդը, որ դու ես ուզում, Տեր ջան։ Ուզում ենք, որ քեզի սիրենք ամբողջ մեր սրտով, մտքով եւ էությունով, Տեր ջան։ Ուզում ենք, որ քո սերը անկան շատ լինի մեր կյանքի մեջ, որ սիրո աղբյուրի պես բխա եւ մեր հարևաններին եւ մեր շրջապատին էլ քո սիրով սիրենք։ Այնքան շատ սեր լինի, որ մենք քո կամքը կատարենք։ Չնայենք մեր շահի հետևից, այլ նայենք ինչ ես դու ուզում, Տեր ջան։ Քո ուզեցածը եւ քո կամքը լինի։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։